Շարունակում ենք աշխատել ուղիղ եթերում, մեզ կարող եք հետևել Հայելի ակումբի եւ Անժելա Թովմասյան YouTube-յան էջերով, իմ հյուրն է ազգային ժողովի падգամավոր Հայաստան դաշինքից հայ հեղափոխական դաշնակցության ներկայացուցիչ Գառնիկ Դանելյանը, բարև ձեզ, պարոն Դանելյան, շնորհակալ եմ, որ այսօր եկաք, որտեղ խոստացել եք, ինչու եմ ասում, որտեղ այսօր բավականին թեժ քննարկում էր ազգային ժողովում, այսինքն շարունակում էր ուրբաթ օրը քննարկումը չէր ավարտվել, դատախազը թե քննչական կոմիտեի ղեկավարն էր այսօր ազգային ժողովում, դուք էլ տեսա, որ հարցեր եք բարձրացրել, հիմա մենք կգանք այդ թեմային, բայց մինչ այդ երկու կարևոր բան, մենք դուք էլ պատմաբան եք, գիտեք, քիչ առաջ էլ այստեղ էր Իրանտ Բագրատյանը ներկայացրեց, թե երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ մենք ինչպիսի մասնակցություն ենք ունեցել 109 հերոս, քանի մարշալ, գեներալներ, 600,000 հայ է մասնակցել, 300,000 զոհ ենք ունեցել, ըստ թվականակի ամենամեծ մասնակցություն ենք մենք ունեցել, էլ չեմ ասում, հայտնի է, որ Բեռլինում մեր Քոչարիով հաղթանակն ենք տոնել։ Եվ սա ուղղակի ծրագրավորված բան է, մենք տեսնում ենք, որ ողջ պետական քարոզչական մեքենան, ոչ թե պետական իշխանական Նիկոլես քարոզչական մեքենան աշխատում է այն ուղղությամբ, որ ամեն ինչ եղել է հանուն ոչնչի։ Այսինքն երկրորդ համաշխարհայինի մեր մասնակցությունը, հաղթանակը դա եղել է հանուն ոչնչի եւ կեղծ այլանդակ թեզեր են տարածում Արծրուն Հովհաննիսյանի միջոցով, մասնավորապես, որ հանրային հեռուստաընկերությամբ ասել է, որ գերմանացի գալու են եւ Թուրքիան գրավել եւ Հայաստանի ազատագրել, այսպիսի լկտի այլանդակսուց ընդհանուր մեծ կեղտոտ հակահայկական քարոզչության մեջ է մտնում, դա սա միակ բանը չի, մենք տեսանք, որ հանրային հեռուստաընկերությամբ նմանատիպելի թեզեր են անդադ շրջանառվում, սա ուղղակի նույն թեզն է, ինչ որ ասում էր, այսինքն հանուն ոչնչի են գնացել եւ կռվել, մինչդեռ գիտենք, որ Թուրքիան եկել էր սահմանին կանգնած եւ սպասում էր ժամ, որ պիտի մտնի եւ ուղղակի հերթական անգամ ցեղասպանի հայ ժողովրդին եւ գրավի ամբողջ Հայաստանի Հանրապետությունը, սա այն նույն թեզն է, ինչ որ տարածում էր Աննան, փաստորեն մենք երկրորդ համաշխարհային պատերազմում հանուն ոչնչի ենք մասնակցել եւ հաղթել, Արցախյան ազատամարտում ենք հանուն ոչնչի ենք մասնակցել եւ ազատագրել մեր երկիրը, որևէ մեկը կարծեմ չի կասկածում, որ հրապարակ կնետվի նաեւ այն թեզը, որ հանուն ոչնչի է ընդհանրապես Հայաստանի Հանրապետությունը, սա են հայրենիքի կողաբար են տարել այնտեղ։ Չէ, ընդհանրապես հիմա որ Հայաստանի Հանրապետությունը կա, դա հանուն ոչնչի է, որտեղ իրականում ի սկզբանե պիտի լիներ Թուրքիա պետություն, ուղղակի այսպիսի բան շփոթմունք է տեղի ունեցել։ Խնդրեմ, այս այլանդակությունը շարունակում է, քիչ առաջ էլ ասացի 6 տարի, 7 տարի առաջ, այս տականքագույն արարածը ասես, պատրաստ ենք մուղամը կարող է գալ, թե հյուրասիրենք դուք գաք ձեր մուղամը լսել եւ այդպես էլ եղավ, սա այդ ծրագրի իսկապես շարունակությունն է, մեր ամենասրբագույն օրերից մեկը, որ վերջապես 1000 տարի հետո մենք կարողացավ հայ ժողովրդի մեջքը շտկել, 100 տարի հետո մեր մեջքը կարողացանք շտկել եւ 1000 տարվա ընթացքում հողեր ազատագրել եւ դրանից հետո հաղթանակ տոնել, իսկ դրա գագաթնակետը Ղազանչեցոցի ազատագրում էր եւ ոչ միայն Շուշիի ազատագրում էր, այդ ամրոցի ազատագրում էր եւ մեր սրբագույն օրն էր, այդ օրը այս պիղծ տականքների հետ միասին պղծում էին Շուշիում Ալիևը եւ Ալիևի տիկինը, որոնք վստահաբար եկե թվում էր, թե ժամանակին դա ընդամենը խոսքեր են, բայց վստահաբար իրենք արձագանքեցին եւ եկան Անայի խոսքի հետևից։ Խնդրեմ։ Շնորհակալ եմ հրավերի համար, ասեմ, որ կիսում եմ ձեր բոլոր մտքերը, սրանք մի քարոզչություն են տանում, որ իբր հայրենական մեծ պատերազմ չի եղել, դա ընդամենը սովետական միության ժամանակահատվածում հայերին բռնի, ուրեմն պարտադրել են բռնություն են գործադրել հայերի վրա, պարտադրել են, որ մասնակցեն երկրորդ համաշխարհային պատերազմին, մոռանալով, որ հայ ժողովուրդը իր մասնակցությամբ ուրեմն ապացուցել է, որ իր համար դա կենսական նշանակություն ունի, 600,000 հայրենիներ մասնակցել են երկրորդ համաշխարհային պատերազմին, 300,000 մեր հայրենիներ զոհվել են երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, դուք քիչ առաջ նշեցիք, որ մարշալների մասնակցությունը դրան, ասենք, մի երկիր, որը իր թվականակով
ամենափոքրերից մեկն է եղել սովետական հանրապետությունում, եթե չեմ սխալվում, երկրորդ տեղն է եղել իր 101 գեներալ լեյտենանտ, 5 մարշալ։ Այո, ես այդտեղ իմ մոտ էլ է թվերը կան, ուրեմն ես ուզում եմ թվեր նաև ձեզ ներկայացնել, որը որ իմ մոտ կա, ես առավելապես մի հանգամանքի վրա եմ ուզում շեշտադրում անել, որ այս ուրեմն այս դասավորվածության մեջ ամենաակտիվն ու ամենաներգրավվածը եղել են հայերը եւ ուրեմն հայ գեներալների թիվը խսում 64 գեներալ ա եղել, ուրեմն տվել են 5 մարշալ, որոնցից մեկը ծովակալ է եւ հետաքրքիր է, որ այդ մարդկանց ճնշող մեծամասնությունը դա Արցախից են։ Սա ինչի համար եմ ուզում ասել, որ մի փոքր Արցախյան Չարդախլու գյուղը տվել է Հովհաննես Բաղրամյան, Բաբաջանյան, ամենահերոսական գյուղն ա ունեցել, որ ունենալով 1250 բնակիչ, հայրենական մեծ պատերազմի մասնակցել է 250 հոգի։ Գյուղը տվել է 12 գեներալ, 57 գնդապետ, 199 սպա, խորհրդային միության 7 հերոս։ 7 հերոս։ Սա մի ապշեցուցիչ բան է, որ այո, աշխարհում որևէ մի չկա այսպիսի բան։ Որևէ մի նման բան չկա եւ սրանք դրա համար են մռմռում, որ տեսեք ինչքան մենք հերոսներ ենք տվել, ինչքան մարշալներ ենք տվել ու հետաքրքիրն այն է, որ այդ մարշալները տարբեր բնակավարի են եղել։ Զրահատանկային զորքերի հրամանատարը Բաբաջանյանը, Ծովակալ Իսակովը, ավիացիայի մարշալ Խուդիակով Խամփելյանցը, որը ուրեմն Էլի ծննդով Արցախից է, մեծ թաղեր գյուղից է, նաև ինժեներական զորքերի հրամանատար Օհանյանը, Սարգիս Օհանյանը, որը նաև երկրորդ իր անունը Սերգեյ Ագանովա, ու այս մասնակցության հսկայական, ուրեմն մեր մասնակցությունը հսկայական, այս մասնակցությունը ներդրումը, այս պատերազմին փոխանակ ամեն օր թմկահարեն ասեն, որ այո, նվաստացնեն, արժեզրկեն, ցածրացնեն, որ գիտեք ինչ կա, մեր ազգի մեջին այդ հաղթանակի զգացումը չլինի, որ մենք էս ենք եղել, մենք էս ազգն ենք եղել, այո, հանուն ոչնչի, ոչ մի բանի չկարող, չպատերազմող, չպայքարող, անտաղանդ, անփասիվ, աննամուս ազգ, սրանք էս տականքները էս են ասում։ Էս են ասում, որ իրենց դավաճանությունը, իրենց ստորությունը փորձեն ինչ-որ մի կերպ արդարացնեն։ Էս ազգն ենք եղել, մենք նաև էս հաղթանակների կերտողներն են եղել։ Սրա մասին խոսում են բոլորը։ Խորհրդային միության, ուրեմն ցանկացած մի ժողովրդի պարծանք ու պատիվ կլներ, որ նման անուն մի հոգի մարշալ ունենային, մի հատ հերոս ունենային։ Իդեպ Ադրբեջանը խայտարակ մասնակցություն ա ունեցել ադրբեջանցիների։ Խայտարակ մասնակցություն ա եղել։ Սասունցի Դավիթ մեր ուրեմն այդ զրահաբանը ես դրա մասնակցության մասին եմ ուզում խոսել Մայրաթորի կողմից ստեղծված ուրեմն Սուրբ Էջմիածնի, որը որ մասնակցել է Բալթյան երկրորդ ռազմաճակատի կազմավորմանը, ըստեղ Նաև ուզում եմ շեշտել նաև որ այդ պատերազմի ընթացքում ակտիվ մասնակցություն ա ունեցել 89-րդ հայկական հրաձիգային դիվիզիան Թամանյանի դիվիզիայի մասին, որը հասել է մինչև Բերլին, Թամանյան դիվիզիան շուրջ 1000 գյուղ ու քաղաք ազատագրել։ Մենակ Թամանյան դիվիզիան։ Ես նշեցի, որ Բերլինի ուրեմն գրավմանը մասնակցել է։ Ուսեն շարունակ այս ցուցակը կարող ենք երկար նշել, ուրեմն դիվիզիայի ուրեմն շարքերում պարգևատրել են պատմող շքանշանով, մեդալներով, ուրեմն հերոսի կոչման են արժանացել Հունան Ավետիսյանը, Սուրեն Առաքելյանը, Ջահան Կարապետյանը, այս բոլորին շնորհվել է ուրեմն Խորհրդային միության հերոսի կոչում։ Այս շարքը կարող ենք անընդհատ ասել, խոսել ժամերով, ուրեմն չհատնեն այս մեր մատնանշումներն ու թվերը, բայց ես ուզում եմ նաև գամ մերեն մտքին, Տիկին Թովմասյան, որ սրանց խոսակցությունը պատահական չէ։ Սրանց խոսակցությունը հաջորդել է հանրային հերոստատեսության այն կեղտոտ արշավը, որ տարվում է ուրեմն արժեզրկելու հայրենական մեծ պատերազմը, սկսեց իրենց մեկնաբաններով, իրենց հաճախորդներով, զզվելի, զազրելի։ Սա Թուրքի առաջ դուր բացելու
ճանապարհ է ուրիշ ոչ մի խնդիր, այսինքն մենք իզուր ենք գնացել պետք չէր, որտեվ թուրք եղբայրները կգան եւ մեզ կազատագրեին, այսինքն թուրք եղբայրները կգան, ոնց որ կոկորտից բռնած մորթում էին երեխաներին Արցախում, մորթում էին ծերերին, մորթում էին կանանց, մասնատում էին 2 տարի առաջ, մի տարի առաջ, այն ժամանակ էլ կգան ու կանեին, ուղղակի պիտի հնարավորություն տալ, որտեվ մենք նվաստ ենք եղել, մենք հիմար ենք գտնվել, մենք պիտի դռները հանգիստ բացեինք հաջորդ ցեղասպանության արչև թուրքերը էսա, արզ ասեք, ոչ թե չգիտեմ ինչ էին ուզում անել, որտեվ ինչ արեցին, երբ որ իրենք ասում էին, Տիկինը ասում էր, հանուն ոչնչի Արցախում մենք զոհեր ենք տվել, ինչ արեցին, դռները բացեցին Արցախի ում համար, ցեղասպանության արչև դուռը բացեցին, Հայա Թափման, հա, 3000 տարի հայերով բնակեցած, դա ընդամենը այդ խնդիրն էին լուծում եւ հիմա այդ գործին լծվել է հանրային հեռուստաընկերությունը, Նիկոլի Քարոզչյանը եւ Արծրուն Հովհաննիսյանը։ Այո, լծված են այդ գործին եւ զբաղված են դրանով։ Ինչու չմասնակցեցին, ինչ էին դրանով ուզում, Մարիամ Անձարոցիկ փոխանցի, ինչու չմասնակցեցին զորահանդեսին Նախ իրենց տերերից Եվ այդ ձեր տպավորությունը այդ ամեն ինչից Նիկոլը Կարմիր հրապարակում, Մոսկվայում, Կրեմլում, խնդրեմ։ Նախ իրենց տերերից թույլատվություն չեն ստացել մասնակցության, դա ակնհայտ էր նաև այն, որ Նիկոլ Փաշինյանը շատ մեծ դժկամությամբ է գնացել Մոսկվա, եթե չլիներ վախը, որ Ռուսաստանի Դաշնության իշխանությունները իրեն այսպես ասած չեն նեղացնի, այսպես ասած, ինքը հաստատ Մոսկվա չէր այցել, ինքը գնացել է Մոսկվա, ստիպողաբար երևում էր, որ ինքը իր տեղում չի հայտնվել, իր ամանի մեջ չի, եւ տեսնում էինք, որ ոնց են որ օտարերկրյա ղեկավարները հպարտությամբ ողջունում ամեն մեկի երկրի զորախումբը, այո, ոնց են ողջունում, ոնց են հպարտանում եւ այդտեղ մենք չունեցանք մասնակցություն, այսինքն ունեցանք մասնակցություն, խայտարակության մասնակցություն։ Մենք խայտարակվեցինք, մենք եւս մեկ անգամ, մեր ժողովուրդը, հանձինս այս կապիտուլյանտի, նորից մեր ազգը, մեր արժանապատվությունը գետնեց։ Այդ ինչ մասնակցություններ, այդ թուրքի գլխարկը դրած, այդ դրա, ուրեմն դրա շարժուձևը, դրա կեցվածքը ու տեսնում ենք, չէ, այնտեղ տարբեր նախագահներ կան, տարբեր երկրների ղեկավարներ կան, իրենց այս կուչեկած, այս, չգիտեմ, առանձնացած, այս մերժված այս կեցվածքը, որ դրսևորվում է, եւ հայ ժողովուրդը միշտ էլ այս մայիսի 9-ի այս զորահանդեսներին միշտ արժանապատիվ է մասնակցել։ Երբ որ հայկական զորախումբը մտնում էր Կարմիր հրապարակ, յուրաքանչյուրս հպարտության զգացում էին ունենում։ Քիչ առաջ պարոն Բագրատյանն ասեց, այդ սպեց հատուկ բան ջոկատն է գնացի, ասում է, այդ այն ջոկատն է, որ Արցախում կտրում էր ծերուն ու գլուխը երեխաների կանանց եւ այլն, այսինքն այդ հրեշավոր բանի, որը մարդը նստած ողջունում էր, այդ մարդկանց նախագահը չկար, բայց դրա փոխարեն մեր զորախումբը չկար, որ այդպիսի մեծ հզոր առաքելություն է ունեցել երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ չկար, իսկ բանը ինչ է, ադրբեջանականը կար եւ մարդը այդպես բաներ անում։ Ես ուզում եմ նաև հիշեցնել ձեզ, որ այս տարի առաջի անգամ ա եղել, ինչքանով որ ես գիտեմ, որ մեր վետերանները, որ միշտ ամսի 9-ին ուրեմն գնում են իրենց հարգանքի տուրքն են մատուցում հաղթանակ զբոսայգում, վետերանները նույնպես անտեսված էին, ասինքն ոչ եղել է այդ մարդկանց իրազեկել են, ասել են, որ եկեք այս ժամին, հա, միասին գնանք, մասնակցենք եւ այլը, այնտեղ միշտ զինվորական ճաշ են պատրաստում, վրաններ են դնում, այդ շունչը երկրորդ համաշխարհային պատերազմի, միշտ էլ մեր վետերանները տարբեր իշխանությունների տարիներին, ուրեմն իրենց արժևորված են զգացել եւ ամեն տարի իրենց նախկին իշխանությունների ժամանակ իրենց ուրեմն ապարգևատրել են, մեդալներ են տվել, իրենց արժևորել են, կանչել են, նախագահի իր հերթին, վարչապետի իր հերթին, բայց այսօր վետերանները, ես նայեցի, որ վետերանները ուրեմն անտեսված, լքված, ոչ մեկ այս մարդկանց, ոչ տեսելա, ոչ զանգելա, ոչ իրազեկելա, ոչ հարգանքի տուրք համատուցել, ոչ մի բան, այսինքն ամեն կերպ փորձել մոռացության տալ այս մարդիկ, մոռացության տալ հայ ժողովրդի մասնակցությունը այս ամեն ինչին, ընդհակառակը
ուրիշ քողի տակ ներկայացնել, որ եթե Ստալինգրադում ուրեմն պարտվեին խորհրդային զորքերը, մենք ունենալու էինք ազատ անկախ եւ միացյալ Հայաստան։ Այս խեղկատակ։ Դուք պարտվեիք Թուրքիան արդեն պատրաստում էր մտնի Հայաստան երկրորդ ցեղասպանությունը իրականացնելու։ Այն մնացածին, որ մեզ ասում էին, որ դուք էլ ուրեմն այդքան տեղը ձեր գերեզմանի համար շատ է, գալիս էին երկրորդ անգամ ցեղասպանություն էթնիկ զտում կատարելու։ Այդ ում ես ինչ ասում։ Այ գյորբագյոր։ Այո, գյորբագյոր։ Դուք ովքեր եք, ես զարմանում եմ օրինակ, սրանց ով հատուկ գտել եմ։ Ոնց է սրանց գտնում, ոնց են սրանց պեղում, եւ ոնց 130-անի, այս տականքներին 130-անի, ոնց են բերում առաջին պլան։ Հանրայինի, ուրեմն բաններ, վարողներ, ասում է, բան են արել, ասում է, հայ ժողովրդին ասում է, զորով ասում է, զորով են տարել, ասում է, երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակցելու։ Մեր պապերն են կռվել։ Եվ ես հիշում եմ, այդ ավակ սերնդին ինչ հպարտությամբ էին իրենք իրենց մասնակցությունը նշում, պատմում են իրենց սխրանքների մասին, կորցած ընկերների մասին, թե ինչ միասնություն ա եղել, մարդիկ մի կտոր հաց են իրար հետ կիսել։ Այդ ամբողջ այդ պատերազմի ընթացքում որը թիկունքում, որը առաջնագծում, ամեն ինչ արել են հաղթանակի համար, ու այն ոգևորությունը, որ եղել է։ Մեզ հաղթանակած ազգից վերածել են, ուրեմն անընդհատ պարտություններ արձանագրող մի հասարակության ու հանրույթի եւ հիմա էլ ուզում են արժեզրկեն։ Այդ արցախցիներն են եղել, որ 33% մասնակցությամբ գեներալներ, մարշալներ են տվել։ Շշմելու թիվ է դա։ Որ մեկն այդքան մասնակցել։ Որ մի մենք ամեն մի անկյունով պիտի դրանով հպարտանայինք սերունդների տիկին Թովմասյան դաստիարակենք, որ մեր պապերը, մեր հայրերը դաստիարակել են, ուղղակի դավաճանների այդ բանը վիժվածքները իրանցից ծնված, դե դավաճան պապերի բաներն են, չէ՞, ծնունդներն են դրանք, ատելություն ունեն, իրանց պապերը տենց պիղծ են, իրանց մամաները տենց պիղծ են, իրանց պապերը պիղծ են, հիմա դրա համար բոլորին ուզում են բանը։ Ինքը ուզում է արդարացնի իր պապի դավաճան տականք լինել, ուզում է արդարացնի, ասի հանու ոչինչ չի եղել։ Թուղթ ունի, չէ՞ իր պապը դավաճանի թուղթ ունի, չէ՞։ Բա ոնց արդարացնի, ասում է դա հանու ոչինչ եղած բան ա եղել, լավ արե պապս դավաճանել, որտեղ պապս էլ էր ուզում որ դռները բացի թուրքերը գան։ Իմիջալոց 45 թվականի վերջին, ուրեմն Բաղրամյաններ պլան ա ունեցել, որ քանի որ Թուրքիան պիտի հարձակվեր Հայաստանի վրա, խորհրդային միության ղեկավարներին համոզում էր, որ մտնեն արևմտյան Հայաստան ազատագրեն։ Այո, այդ պլանը Ստալինն ա ունեցել այդ պլանը։ Այո, եւ անգլիացիների ակտիվ մասնակցությամբ խանգարել են, որ դա տեղի ունենա։ Որ Թուրքիան պատրաստ է եղել մտնի Հայաստան, դրա մասին բազմաթիվ ապացույցներ կան, եւ սա սրբապղծություն է։ Շատ լավ, եւ հաջորդ սրբապղծությունը, տեսեք այսօր այդ Ալեքսանյանը իմիջայլոց բան է, ոնց որ թե երկու թեմա ունի, հիմա այդ ներքնաշորերից բրծելա, վերջը ճշտվեց ունի այդ մարդը ունի հիմա ներքնաշոր, ունեցելա, չի ունեցել, ինչա ղժում անդադ։ Իրանք կիմանան։ Ոնց դե որտեվ անդադ այդ թեման է ներքնաշորի խնդիրը, չգիտեմ ինչա, երևի որ այդ ներքնաշորի հարցը լուծվի, այդ տղան ունենա, ուրիշ բաներ sense դուրս չի տա։ Չի բողոքում։ Չի բողոքում, չէ, չի բողոքում, բայց ինչ-որ անհետություններ է թույլ տալիս իրեն, ընդդիմությանը մեղադրում է, ասում է, քանի որ դուք իրական Հայաստանի հետ արդեն աղերս, դուք իրական Հայաստանը փաստորեն ըստ իրենց դատարկված Արցախն էր, սովի մատնած, այս խայտարակ բանը թանկացումները ինչ որ տեղի ունենում Հայաստանի Հանրապետությունում, ել չեմ ասում, որ սովի են մատնել թոշակառուներին, այն ինչ որ հիմա տրվում է այս թանկացումները, եթե օգնող չունեցավ թոշակառուն, ուղղակի սովի է մատնվելու։ Փաստորեն այս ավիրված ցեղասպանության մատնած, լքված, տարհանված Արցախներ իրենց համար իրական Հայաստանը եւ Հայաստանի Հանրապետությունից տարածքներ հանձնել է եւ հիմա էլ պատերազմի շեմին կանգնած 4 պատերազմ բերած այս տականք ուժի տականքը մեղադրում է ընդդիմությանը, որ դուք Արցախի մասին չեք խոսում, քիչ առաջ չէ, որ դուք Կարսից բան չեք խոսում, գիտեք ինչի չեն խոսում, որովհետեւ իրենք բարձր գիտակցում ունեն, որ հիմա Հայաստանը կորցնելու վտանգի առջև է, դուք ձեր հրաշավոր ծրագրով եկե հասել եք արդեն Հայաստանը կորցնելու բանը եւ դրա համար սրա մասին է խոսում, բայց խնդրեմ դուք նաեւ պատասխանեք, որ ձեզ հասցեին այսպիսի մեղադրանք է։ Իրանց համար իրական Հայաստանը դա Սայաթնովայի ԿՊ գրասենյակն է, Բաղրամյան 26-ն է, մեկ էլ այդ կառավարության շենքը, որ վերընկած են էտա դրանից են կողմ իրանց համար իրական Հայաստան չկա։ Իրական Հայաստան իրանց համար այն թուրքերն են, որ իրանց գրասենյակի մոտը ասում են Ղարաբաղ են երգում են ադրբեջանցիները, որ գալիս են իրանց պատոհաների տակ, երգում են, իրանք էլ փախնում են։ Իրանց համար իրական Հայաստանը դա
Արադ լեռը չկա, իրանց համար դա իրական Հայաստանը, Արցախ չկա, իրանց համար իրական Հայաստանը, Տավուշ չկա, իրանց համար իրական Հայաստանը դա թուրքերով ու ադրբեջանցիներով բնակեցված Հայաստանի Հանրապետությունն է, դա իրանց համար իրական Հայաստանը։ Իրանց համար իրական Հայաստանը առանց սահմանադրության, առանց անկախության հռչակագրի Հայաստանն է։ Իրանց համար իրական Հայաստանը դա Հայաստանում ազգային ոչ պար, ոչ մշակույթ, ոչ երաժշտություն, ոչ կրթություն, ոչ կուսակցություն։ Եվ այլանդակությունը, որ ցուցադրեցիք դուք մեկով, Կոնչիտա եք իբրև թե ձեր արևին կատակ եք անում, ինչ-որ ազգային բան երկեր եք Կոնչիտայի բան տիպը, չէ, դուք հիմա իբրև թե դա հումորով եք անում, բայց իրականում ձեր բանն է, ձեր արժե համակարգը դա է եւ դուք այս ժողովրդին ուզում եք ընտելացնել։ Իսկ եթե իրականում շարունակենք, որ ցեղասպանության ենթարկված, տարհանած, դատարկված Արցախն է, սովի մատնված, նաեւ գյուղացիներին միայնակ լքված թողնած, այն գյուղացիները, որ հիմա ասում են մենք նախկիններին ենք ուզում, որտեղ նախկինների ժամանակ սուբսիդիաներ կային, օգնություն կար, կարգավորման կայանները կային, կենտրոնները կային, այդպես միայնակ թողնված գյուղացիներն են, իրանց համար իրական Սովի մատնված թոշակառուներն են, ռազմաքաղաքական ղեկավարու դատա գնացող, այդ է իրական Հայաստանը, մեր ամոթի Հայաստանը, մեր խայտարակության Հայաստանը, որ մեր եղբայրներին այնտեղ Բաքվի բանտերում մեր ազգն էլ մենք էլ հետը նվաստանում ենք, այդ է ձեր իրական ստեղծած Հայաստանը, որ ձեր թեթև ձեռամբ այդ մարդիկ հայտնվել են այնտեղ, ձեր թեթև ձեռամբ, դուք եք այնպես արել, ես չեմ հոգնելու կրկնել դրանից, իրենց թեթև ձեռամբ, որ այդ մարդիկ հայտնվել են այնտեղ։ Եվ չփորձեք ծպտուն անգամ հանել, որ գիտեք ինչ կա, մենք ինչ հանենք, դե մենք ինչ խոսանք, որ մենք խոսանք իրանց համար վատ ալնելու։ Բայց խոսելուց լավ է, քիչ առաջ պարոն Բագրատյանը ներկայացրեց, ուղղակի դուք վատ եք աշխատում, սա պետք է իրանց նման անտալ։ Ներկայացրեց պարոն Բագրատյանը, սա է գիտություն նաև ընդդիմադիր մնացած բոլորերին փաստերով, թվերով, որ միայն ստվերային տնտեսություն է գոյություն ունեցել Նիկոլի ժամանակ 7 տարվա ընթացքում, որի հետևանքով թալանվել է 60 միլիարդ դոլար։ Եվ դուք դրա մասին հիմա չեք խոսում ու թույլ եք տալիս, որ չէ, դուք պետք է թույլ չտաք, բերանները բացեն, ասում է, որտեվ Ռոբերտ Քոչարյանի գույքի չէ, պետք է այդ անունը իրանք սկի չհամարձակվեն տան։ Հաղթանակ արձանագրած մարդ, որի ժամանակ իրանք սիրելի Ալիևն ու Էրդողանը չէին համարձակվում Հայաստանի վրա ինչ-որ մի հատ քայլ անեին կամ ինչ-որ մի բան անեին, որ չէին սարսափում էին, վախենում էին, ում ժամանակ տնտեսությունը այդպես զարգացել է, դուք անհարմար եք գտնում անվերջ դրա մասին խոսելուց։ Պետք է անհարմար չզգաք, ասեք, այս մարդու ժամանակ սա է եղել, դու ով ես այ աններկնաշոր վիժված գործ։ Ես ասել եմ, որ ես կառավարման ժամանակ ինչքան եկեղեցիներ են հանձնվել, ինչքան քաղաքներ են հանձնվել, ինչքան գյուղեր են հանձնվել, ինչ թալան ա եղել, ինչ կոռուպցիա կա, բայց կոռուպցիա է չի, որ ինքը ցնցումների մեջ է հանգնում, որ դեղեր ա խմում, այդ կոռուպցիայի մասին խոսալու չի, որ ցայտնոտի մեջ են գնում։ Իրենք եւ իրենց փոխկապակցված անձիկ, բայց ովքեր են։ Բայց ովքեր են, որ բյուջեից միլիարդավոր դրամներ են մսխում, բայց ովքեր են, որ գնում են թանգանոց վոյաժների, միլիոնավոր դրամներ մսխելով մեր չարքաշ գյուղացիներից, որ դառը դատում են, կոպեկ վճարում են բյուջե, որ դուք $5,000 օրը ձեր կառավարական ամառանոցի վրա մենակ ուտել խմելու վրա ծախսեր անեք։ Ամենաթանկանոց պատավատները քշեք, գնաք ստեղ ընդեղ բանը հանգստանակ ու չգիտեմ ինչեր անեք։ Բայրաց բիտկոյների միլիարդները, այդ միլիարդների մասին չի խոսում, մի հատ էլ համարձակվում են, բանը, չէ, հասնելու է նրան, ես ձեզ վստահեցնում հասնելու է նրան, որ բոլորը ոնց որ են գյուղացիներն ասեցին, մենք թո նախկիներ գալ տեր կանգնեն, հասնելու է դրան։ Ուղղակի իրանք այնպես են շտապում, որ լսեք, շինարարության վրա գիտեք ինչքան կոռուպցիա կա, շինարարության մեջ ինչքան կոռուպցիա կա։ Այդ որ ասում են դպրոցաշինություն, այդ որ ասում են ճանապարհաշինություն, ոչ ճանապարհը կա, ոչ դպրոց կա, միլիոնավոր դոլարներ էլ մսխում են, միլիոնավոր դոլարներ։ Նայ որ ծրագիրը որ նայում ես, որ հասարակ մի հատ օրինակ բերեմ, Դովեղ գյուղում դպրոց են կառուցել, դպրոցի վրա պետք է ծախսվեր 1 միլիարդ դրամ փող, մի հատ էլ ընթացքում բան են անում, ասում են դե գիտեք ինչ կա, մի հատ էլ մեզ հենապատ է պետք է, $1 միլիոն էլ դուրս գրենք այս հենապատի վրա, $1 միլիոն հենապատի վրա փող են դուրս գրում։ Այսինքն ամեն տեղ, ամեն ոլորտ, որ սենց ձեռ ես տալի կոռուպցիա է։ Այդ որ $25 միլիոն որ ասում են,
Անիֆի գործով։ Մի հատ մեղադրյալ չկա։ Այսօր պարոն Բագրատյանը փաստերով 10 միլիոն այնտեղից է լափել Նիկոլը, 20 միլիոն դոլար այնտեղից է լափել, 5 միլիոն դոլար այնտեղից է լափել եւ անբարոյականի ծնունդներ այսօր կանգնել են ասում են գնալու ենք, չգիտեմ, էս ինչ թալանի, այնից չգիտեմ ինչի հետևից։ Այդ որ ասում իմ ժամանակը չի, իմ ժամանակը ասում չի հերիքում ասում, որ ես ասում նայեմ parz եմ տենամալ ասում, որտեղ ասում կոռուպցիոն Բա ինչ ժամանակ չի։ Բա ես հեծանի վախշում մարդը, գյուղացիներն ասեցին այն ժամանակը որտեղից հերիքի այդ մարդու, որ նայ քիչ գիտի իր մերձավորներն ինչեր ունեն։ Իր մերձավորների թալանը։ Ուրիշ բան ասեք, ինքը չգիտի։ Չի տեսնում, իրանց տները չի գնում, իրանց դղյակները չի գնում, իրանց քշած մեքենաները չի տեսնում։ Բա գալիս են այդ Բանը իրանց այդ քաղաքացիական պայմանագիր կուսակցության գրասենյակ ինչ մեքենաներով են գալի։ Նախկինում փոշեկուլու հերոստատուց ապարիկով առնողները։ Ծխախոտ չունեն, չգիտեմ էլ ինչ ասեմ։ Ինչի մասն ասում են բոմժի նման ասեն դայ պակուրիս, դայ ռուսան, տակ մի հատ։ Շինարարության ոլորտում ինչ կոռուպցիա, այս շենքերը քաղաքի որ իբր թե սարքում են։ Բայց բանը Տղեկ էին ավականի գնացել են կոռուպցիային բացահայտել։ Այդ իրանց կոալիցիոն գործընկեր կամ ինչ որ, չգիտեմ, Եվրոպամետեր են, այդ ինչ են, տեսակ չէ սիրելի հայրենակիցներ, սրանք Եվրոպա գնալը ոնց են պատկերացնում։ 20 հոգով ծեծ են, խոշտանգ են, ուրեմն, այն մեկն էլ կա, իբր բանա, գլադիատոր ես, ինչ ես այդ տղա դու, ում տեղն ես քեզ դրել։ Հարցակվում ասում, բան ասում, մեկն էլ կա իրանց այն բանից, իրանց կուսակցությունից են որ ծանր հրետանին, ասում, մենք պարապած տղերք ունենք ասում։ Քաշով թե գաղափարով։ Քաշով։ Ասում, մենք պարապած տղերք ունենք ասում, այդ օրը ասում, չհասրեցիք ասում, ծեծենք ասում, հաջորդ օրը ասում, ես հպարտացա ասում, ինչ ասում, ինչ կուսակցություն ունենք, ինչ արժեքներ ենք դավանում։ Հələ 15 հոգով մարդուն ծեծել այդ բանը, արժեքների դավանում, դա Եվրոպա տենց է գնում։ Բայց ձեր եվրոպացի գործընկերներին ասել եք հետաքրքրող լրագրողի նկատմամբ էս ինչ այլանդակություն է, ինչա թե ոնց է գիշերով մտնել։ Դե բա իրանց պետք չի որ կոռուպցիա բացահայտվում։ Եվ մեկ ամսյա, այսինքն ջարդուփ շուրենան մեծ մարդի նկատմամբ ոչ մի բան, էս մեկ ամսյա կալանքի տակ են վերցել միայնակություն անց ծնողը։ Աղբահանությունում թալանում են, տրանսպորտում թալանում են, գույքահարկում թալանում են, այս շինարարության թույլտվությունները որ տանում են, թալանում են։ Էլ ո՞նց թալանել, թալանել ո՞նց անեմ։ 60 միլիարդ, պարոն Բագրատյանը ներկայացեց, որ ստվերից Նիկոլ 60 միլիարդ դոլար 7 տարում անհայտացել է թալանել էս։ Դու թալան չի։ Չի անհետացել, հայտնվել է համապատասխան մարդկանց գրպանը։ Չի անհետացել։ Լավ, եւ իմպիչմենտի թեմայի մասին է խոսեք եւ ամփոփենք։ Ես խոստացել եմ ոչ մեկի չխանգարեմ, ամեն մեկը ազատ արտահայտվի, խնդրեմ։ Ես ավելացնելու բան չունեմ, ախր այս իմպիչմենտի թեման, ասենք, այն թեման չի, որի վրա որ մենք պետք է ամեն օր, ասենք, այս հազարավոր բաները թողած մենք գանք, մենք ասել ենք ինչ որ ասել ենք, ավելացնելու բան չունենք։ Ես մի բան կարող եմ ասել, այն մարդիկ, որոնք որ շահագրված են իմպիչմենտի թեմայից, միջև ես ոչ մեկի կողմից հրավեր չեմ ստացել դրա քննարկման, նախ երկրորդներ ասեմ ձեզ, որ այն մարդիկ, որոնք որ շահագրգռված են իմպիչմենտի գործընթացից, թող հատիկ եւ կուսակցությունները եւ քաղաքական գործիչները ասեն իրենք ինչ կարողականություն են ներդնելու իմպիչմենտի գործընթացը առաջ տանելու։ Ինչ ռեսուրսներ, ինչ հնարավորություններ, ինչ մարդուժ, ինչ կարողականություն, ինչ պարտականություն ու ֆունկցիա են վերցնում իրենց վրա, ով է իրենց տեխնացուն եւ այլն եւ այդպես շարունակ։ Հիմա ամբողջ օրը առավոտից իրիկու մենք խոսալու ենք հենց նես թե խոսալու ենք բովանդակալից։ Ես ուզում եմ ամեն ինչի մեջ լինի բովանդակություն։ Եվ այն ով որ նախաձեռնում է իմպիչմենտի գործընթացը, նաև իր գործնական պատկերացումները պետք է կիսվի, ասվի թե ինքը, ել եմ ասում, ինչ ներգրավվածություն ունենալու այս գործում։ Շնորհակալություն։